Շնորհակալություն ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, վերջերս լրագրողներ առանց սահմանների միջազգային կազմակերպության կողմից հրապարակված զեկույցում Հայաստանը նախորդ տարվա տվյալներով 9 կետով բարելավել է իր դերքերը եւ 180 երկրների շարքում մամուլի ազատության միջազգային սանդղակում զբաղեցրել է 34-րդ տեղը, ինչը բացառիկ ցուցանիշ է եւ պետք է ընդգծեմ, որ տարածաշրջանի անխտիր բոլոր երկրներն իրենց ցուցանիշով հետ են Հայաստանից մի քանի տասնյակ կետով։ Մամուլի ազատությունը սերտորեն փոխկապակցված է խոսքի ազատության հետ, եւ նշված ցուցանիշը եւս մեկ անգամ վկայում է այն մասին, որ մենք անվերապահորեն հավատարիմ ենք մեր սկզբունքներին եւ հանձնառություններին, Հայաստանը կայուն, զարգացած եւ ինստիտուցիոնալ ժողովրդավարական երկիր դարձնելու ճանապարհին։ Ցավոք ժողովրդավարական հասարակություններում ազատությունը երբեմն կարող է չարաշահվել, մասնավորապես խոսքի ազատությունը։ Այլ երկրների փորձն ուսումնասիրելիս ակնհայտ է դառնում, որ հանրային հարթակներում ոչ պատշաճ խոսքի կիրառումը բնորոշ է ոչ միայն մեզ, այլ անգամ երկար տարիներ ժողովրդավարական ավանդույթներ ունեցող երկրներին, ինչը չի նշանակում, որ այն պետք է արդարացվի։ Այո, խոսքի ազատությունը բացարձակ չէ եւ յուրաքանչյուր ոք, ով ներգրաված է հանրային կամ պետական գործունեության մեջ, պարտավոր է սահմանափակել իր խոսքը բարոյական եւ էթիկական սկզբունքներով, ինչը նույնպես ժողովրդավարական մշակույթի անբաժանելի մասն է։ Թեև ընդդիմության որոշ ներկայացուցիչներ հաճախ քննադատում են իշխանության ներկայացուցիչներին հանրային խոսքի բովանդակությունը, սակայն իրականում հենց իրենք են, որ առանձնանում են ատելության խոսքի եւ բռնության կոչերի տարածմամբ։ Բավական է միայն վերլուծել 2024 թվականի գարնանը Իրանցի սկիզբ առած հայտնի շարժման ընթացքում հնչեցված հայտարարությունները ուղղված իշխանությանն ու Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ապա հնարավոր կլինի կազմել ատելության խոսքի մի ամբողջ քրիստոմատիա, եւ այս ամենում ցավալին այն է, որ այդ խոսքը գեներացվում էր եկեղեցու բարձրաստիճան հոգևորականի կողմից։ Այս շարժումը կանվանեի ոչ թե ինչպես իրենք են անվանում սրբազան շարժում, այլ ատելության խոսքի շարժում։ Հարգելի գործընկերներ, իհարկե Հայաստանի դեմ տարվող հիբրիդային պատերազմի պայմաններում կեղծ եւ սադրիչ խոսքը վերածվել է այդ պատկերի հիմնական գործիքը, բայց խոսքի ազատության անվան տակ գրեթե ամեն օր ականատես ենք լինում կեղծ տեղեկատվության եւ սադրիչ հայտարարությունների։ Իրականում գործ ունենք խոսքի ազատության չարաշահման հետ, որն առնչություն չունի ոչ ազատության, ոչ էլ ժողովրդավարության հետ։ Ուստի կոչս բոլորին, պատասխանատվությամբ մոտեցեք ձեր խոսքին, քանզի ազատ խոսքը առանց էթիկական եւ բարոյական սահմանափակումների առաջին հերթին վնասում է հենց ձեզ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։